Հայաստան համահայկական հիմնադրամը Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում։ Շուշի, ծրագրեր և իրագործումներ 2009 հեռուստամարաթոնից 1 տարի անց։ Ֆրանսիայի Օդեսեն շրջանի գլխավոր խորհրդի փոխնախագահ Ժան-Պոլ Դովան ծանոթանում է Տավուշի մարզում կատարված աշխատանքներին և քննարկում հետագա ծրագրերը։ Մեծ Բրիտանիայի հայերն աջակցում են Հայաստանի առողջապահական հաստատություններին։ Հայաստան հիմնադրամի ծրագրերն ու իրագործումները ձեռք ձեռքի հաղորդաշարի նոյեմբերյան թողարկման մեջ։ 2009 թվականին Հայաստան համահայկական հիմնադրամի աշխարհասփյուռ կառույցների ուշադրությունը սևեռված էր Շուշի քաղաքի հիմնախնդիրների վրա։ Ամենուրեք կատարվում էին դրամահավաք միջոցառումներ, որոնց ամփոփումը 16 միլիոն ամերիկյան դոլարի տպավորիչ արդյունքով եղավ նոյեմբերի 26-ին Լոս Անջելեսում։ 100 հազարավոր հայերի նվիրատվություններով 2010-ին Հայաստան հիմնադրամը Շուշիում արդեն իրականացնում էր փողոցների բարեկարգման, ջրամատակարարման ներքին ցանցի ստեղծման, դպրոցների և մշակութային հաստատությունների վերակառուցման, բնակելի շենքերի տանիքների նորոգման ավելի քան 20 ծրագրեր։ Փոփոխությունները ահագին են, ողջ հայությունը դեմքով շրջվել է դեպի Շուշին, թեկուզ Շուշի միշտ եղել է ուշադրության կենտրոնում։ Ծրագրերն իրականացվում են շուշեցիների աչքի առջև, հույս և լավատեսություն ներշնչելով նրանց։ Մենք չէինք հավատում, որ այսպիսի բարեկարգ գեղեցիկ ճանապարհներ կունենանք, փողոցներ կունենանք, հսկայական նորություններ կան, բարեփոխումները ակնհայտ են։ Ծրագրով նախատեսված 5 փողոցներից 3-ի Արամ Մանուկյան, Գարեգին Նժդեհ և քաղաքի մուտքը համարվող Ղազանչեցոտ փողոցների շինարարությունն արդեն ավարտված է։ Բարեկարգման հետ նորացվել են նաև ստորգետնյա կոմունիկացիաները, ջրի և կոյուղու ցանցերը։ Անհրաժեշտություն է։ Առանց դրա հնարավոր չէ, որտեղ մեծամասն կոյուղի չունեն, դիատար խողակներ չունեն, ջուր չունեն։ Շուշիի համար անհետաձգելի անհրաժեշտություն էր նաև ջրամատակարարման ներքին ցանցի ստեղծումը, ինչն անհամեմատ հեշտ ու հարմարավետ կդարձնի քաղաքի բնակիչների կյանքը։ Ձմռանը, ասենք, մենք շատ նեղություններ էինք քաշում, ջուրը եթե սարճում էր խողովակների մեջ, գնում էինք տարբեր շենքերից, անգամ քաղաքից դուրս աղբյուրներից էինք ջուրը տեղափոխում։ Հայաստան համահայկական հիմնադրամը Շուշիում իրականացնում է նաև բազմահարկ բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգման ծրագիր։ 11 շենքերի շուրջ 200 ընտանիքներ զգում են այս ծրագրի բարերար ազդեցությունը։ Վերակառուցում են կտուրը, շատ ահավոր վիճակ էր սկզբից, այդ տեղումների ժամանակ, երբ որ անձրև կամ ինչ-որ ձյուն էր գալիս, պատից հոսում էր այդ ջուրը, իրոք կարիքը զգացվում էր և տեղին էր, որ կառուցեին։ Մարդիկ իրենց աչքերով ականատեսն են այս ամբողջին ինչ կատարվում է Շուշիում, իրականացվող այս բուռն շինարարական աշխատանքների ընթացքում շուշեցիները դա լրիվ տեսնում են և արդեն կա իրենց մեջ վստահությունը։ Վստահությունն ամրապնդող մի ծրագիր էլ քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի հիմնանորոգումն է։ Ամրացվում են պատերը, ամեն ինչ կապիտալ վերանորոգման է ենթարկվում, որ իսկապես կարիք ուներ։ Դպրոցի շենքը հենց այնպես դրսից էր շենքի երևում, ներսի պայմաններով համարյա ոչինչ չուներ։ Մենք հուսով ենք, որ աշակերտները ավելի հաճույքով կգան դպրոց, կսպասեն, որ պիտի մտնեն վերանորոգված շեն դպրոց կմտնեն։ Շուտով շահագործման կհանձնվի Շուշիի կենտրոնական գրադարանը, որից օգտվում են քաղաքի և շրջակա բնակավայրերի շուրջ 1000 ընթերցողներ։ Իսկ մշակույթի պալատի հիմնանորոգումն ընթանում է մեծ թափով և կավարտվի 2011 թվականի մայիսին։ Որպեսզի մենք կարողանանք Շուշին դարձնել այնպիսին, ինչպիսին կար անցյալում, առաջին քայլը հենց պետք է արվեր, որպեսզի բարենպաստ պայմաններ ստեղծվեն մշակութային կյանքի զարգացման համար։ 2009-ի հեռուստամարաթոնից անցել է մոտ 1 տարի։ Արտասովոր կարճ ժամանակահատված, անսպասելի մեծ ծավալներ, բայց արդեն սովորական դարձած տեմպ համահայկական մի կառույցի համար, որը ծառայում է զարգացմանն ու առաջընթացին։ Վստահ կարող ենք ասել, որ Հայաստան համահայկական հիմնադրամի ծրագրերը նպատակաուղղված են հենց այս գաղափարին։ Եվ հավատում ենք, որ առավել ևս լավ կլինի Շուշիի համար, քանի մեր թիկունքում Հայաստանն է և Սփյուռքը։
Խորին հարգանք ու պատկառանք բոլոր նրանց, ովքեր ամեն կերպ սատար են կանգնում հայրենիքին, քանզի հայրենիքը պետք ունի այդ ամենին։ Այս տարվա հոկտեմբերին Տավուշի մարզեին այցելել Ֆրանսիայի Օդեսեն շրջանի գլխավոր խորհրդի փոխնախագահ Ժան-Պոլ Դովան, ծրագրերի պատասխանատու Նոեմի Բոնվարլեն, Ֆրանսիայի Միացյալ Համայնքների նախագահ Շարլ Ժոսլեն եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, ծանոթանալու իրենց աջակցությամբ մարզում կատարված աշխատանքներին։ Անցած մայիսին Օդեսեն շրջանի գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանի ներկայությամբ շահագործման հանձնվեց հայ-ֆրանսիական բարեկամության ջրանցքը, որը Տավուշի մարզում ֆրանսիացիների նվիրատվությամբ իրականացվող ծրագրի գլխավոր բաղադրիչն է։ Մենք աշխատում ենք 4 մայրցամաքների 4 երկրների հետ, զարգացման ծրագրեր ենք իրականացնում նպատակ ունենալով վերացնել աղքատությունը։ Եվ այդ իմաստով կարևորում ենք ջրի հետ կապված ենթակառուցվածքների ստեղծումն ու զարգացումը։ Հանդիսավոր բացումից հետո 5 գյուղի շուրջ 650 հեկտար հողեր ոռոգող ջրանցքի շինարարությունը շարունակվել է։ Եվս 2 գյուղ արդեն հնարավորություն ունի օգտվելու ոռոգման այս համակարգից։ Եթե մենք խոսում ենք գյուղատնտեսության մասին, ուրեմն առաջին հերթին պետք է մենք իրականացնենք ջրի խնդիրը, որովհետև առանց ջրի հնարավոր չէ պատկերացնել եւ ընդհանրապես խոսել գյուղատնտեսական ծրագրերի մասին։ Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունը եղավ մարզի մի քանի գյուղերում, ծանոթացավ նաև ծրագրով նախատեսված մեքենատրակտորային կայանների ստեղծման նախապատրաստական աշխատանքներին։ Մենք շատ ուրախ ենք, որ զարգացման այս ծրագրերն իրականացնելիս համագործակցում ենք պետական մարմինների եւ օգնական մի կազմակերպության հետ, որը Հայաստան համահայկական հիմնադրամն է։ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքը հիմնովին նորոգվում է։ Շուրջ կես դար առաջ կառուցված այս շենքն առողջապահության ժամանակակից չափանիշներին հարմարեցնելու համար կատարվում են նաև վերակառուցման եւ ամրացման աշխատանքներ։ Ծրագիրն իրականացվում է բրիտանահայ Կարապետ Նազարյանի կտակած $1 միլիոն։ Որպեսզի պարզ դառնա, թե ինչ տեսք է ունենալու Կապանում հիմնանորոգվող այս բաժանմունքը, տեղափոխվենք Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։ Այսօր ես լիովին բավարարված եմ առ այն, որ կարելի եղավ մեկ անգամ եւս մեր բարերարների շնորհիվ եւ Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցով իրագործել խոշոր եւ շատ կարեւոր մի ծրագիր։ Կենտրոնի երկրորդ եւ երրորդ հարկերում ավելի քան 1300 քառակուսի մետր տարածք է նորոգվել։ Փոխվել եւ արդիականացվել են ներքին ջրագծերի, օդափոխության, էլեկտրականության ցանցերը։ Մայրերի համար ստեղծվել է հարմարավետ ու տրամադրող միջավայր։ Ծնարանները նորոգվել են Լոնդոնի Անահիտ միության, իսկ վիրահատարանը Հրայր Դեմիրճյանի հիշատակին կատարված նվիրատվությամբ։ Ծրագրին աջակցել են նաև Լոնդոնի Սուրբ Սարգիս եկեղեցու տիկնանց մարմինը, Թահթա ընտանիքը, այլ բարերարներ։ Իմ խնդրանքս է մեր սփյուռքահայ եւ ամբողջ տարածքում եղող հայության, որ շարունակեն իրենց նվիրատվությունը եւ սատարումը, որպեսզի նորից ապագայում եւս կարողանանք այս կարգի ծրագրեր իրագործել։ Հայաստան համահայկական հիմնադրամը ձեռք-ձեռքի հաղորդաշարով ամեն ամիս զեկուցում է իր ծրագրերի իրագործումների մասին եւ հիշեցնում, որ դրանք հնարավոր են դառնում աշխարհասփյուռ հայության նվիրատվություններով։ Ցանկացած նվիրատվություն, ցանկացած պահի նպաստում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի զորացմանը։ Նվիրատվություն կատարելու հատուկ օր եւ ժամ չկա։ Օրն ու ժամը որոշողը դուք եք։ Այսօր, հիմա, ցանկության պահին։